Բարև ձեզ Գասպազին չուվակ։ Ինչ կա, բալուց։ Յո, Պեպ ներկայանում ես, պատմում ես քո մասին, թե պրոստը սկսում ենք որոշիմ։ Ասում ես ով ես, ինչ ես, ինչացու ես, ուրտուց ես։ ապա դու եք ասել ռոզի ներկայանալը, Ինչ է։ Չէ, ռոզի աղլայքի իմը вообще поебать, я չգում ես պրոստը ինչ որ ռանդոմ չուվակ եմ так что իմի վրա կարաս չկենտրոնանաս։ կանալը քոնն է ախպեր։ Դե շատ բան է իմ ընկեր չեն դու ես խորանում դրա վրա։ Մենք տունը DVD-ը ունենք, ապա քեզ ավելին ասեմ։ Իսկ ես շունեմ DVD, մենք մեր դարը փոխել ենք։ Հենց զարգացել եք, հա։ Նիխուя себе։ Չէ, DVD-ն Մեր լավ բան է, պետք տելևիզորը է։ ավելի շատ բան անում, քան թե ձեր DVD-ն տելևիզորի հետ։ Նիխուя ապա մեր DVD-ն կարքին կասետա ցույց տալի քո։ Տելևիզորը կարքին կասետ չի ցույց տալ։ Ասում ես TV ունես, հա տունը։ Փաստորեն։ Եկեք ես վերջին անգամ նայել։ Արա TV-ն մի կողմ ընկեր, TV-ն էլ ես է TV ունեմ օգտագործում եմ ջոգում ես, ընդ կայֆոտ մոմենտ ապես PlayStation-ը, ապա դա ամենագավնով բանն է, ապա որ ես իմ սախ կյանքի մեջ առել եմ, որ դու հասկանաս։ Ես առել եմ PlayStation-ը, ապա գցել եմ TV-ի տակ, երկու անգամ միացրել եմ, ինչ որ հիմար խաղեր եմ խաղացել PlayStation Plus-ով, ջոգել եմ իշկարքի գավնը ինքը, ու էլ չեմ միացրել ջոգում ես, ինքը մի տարի է պրոստա իմ տունը գցած է, ինքը նախոյի ոչ մեկին պետք չէ, ինքը պրոստա աքսեսուար է բլեց։ Խոսքի ես խազը դուք խեք տենց PlayStation-ի դրոճի ծանում, բայց ինքը շատ հիմար բան է։ Քանի ժամ ունես PlayStation-ով խաղացած։ Բլեց, եթե Fortnite-ը չհաշվենք, ուրեմն բանն եմ, Uncharted 4-ն եմ անցել, բայց դա PlayStation 5-ով չեմ անցել, 4-ով եմ անցել։ 4-ը գոնե բոլի էլեմենի լավներ էլի։ Դե դաժե մեջը բրաուզեր կար, նիխուя себе էլի, ինձ իսկ 5-ը դաժե բրաուզեր չունի։ Էլ որն եմ անցել։ Բլեց, ինչ որ մի երկու հատ ինչ որ ռանդոմ խաղ եմ անցել պլյուսով նվեր տված ու всё, մնացածը սա պրոստը չուվակների հետ Fortnite եմ խաղացել, հետո հասկացա, որ Fortnite-ը ինչ որ գավնո է երեխեքի համար, որ вообще պետք չի մտնել, ընդ խոսքի կանչում էին Fortnite խաղալու, մտնում էին մեկը մի հատ երեխա էին ավելացնում ռուս մեջ ու սկսում էր. «О, привет, как дела?» Да иди нахуй, блядь, խոսքի։ Ընդ Չէի մարալի հիշում, որ ես ու դու Mortal Kombat էինք խաղում խոսքի։ Нихуя себе, это просто ապա մենք PlayStation նոցում էինք խաղում, ջոգում ես, ոչ թե PlayStation-ով կապած իրար հետ, так что это հաշիվ չի ապա։ PlayStation-ով գնալ են գաջան ուրիշ բան է, PlayStation առնել տունը դնել վրան փոշի ավկելը ուրիշ բան է։ Մի խառնի իրար հետ։ Հետաքրքիր թեորիա է։ Արա դե դնամ թեորիան, ապա թեորիա բանը չի ջոգում ես, ուղղակի ես չեմ հասկանում, իրոք չեմ հասկանում մարդկանց, ովքեր գնում են մի 250,000 տալիս են PlayStation 5 առնում, եթե կանի է վրա ավելացնեն 50,000 դրամ, առնեն ебանի կոմպ, ճիշտ է, տենց հզոր չեն առնի, բայց էլի խոսքի մինչև 2020 թվի խաղերը կձգի։ Հələ մնացածն է 20 թվից հետո հելացներն է, տենց սրեդնի ու նիսկի տակ կձգի։ Կարեն հավքեն այդ ебանի կոմպը, ապա նստեն տունը, խաղին փող չտան, ինչ որ ебանի տորենտից, ամեն օր իրենց ուզած խաղը քաշեն ու խաղան, ապա ձրի Плюс любой хахка, любой ձևի ու ամեն ինչի ու այդ PlayStation-ի էքսկլյուզիվն էլ է խույնյա վիճակ, որտեվ любой էքսկլյուզիվ ինչ որ պայի հայտնվում է ախպեր Steam-ի մեջ, так что Հետաքրքիր թեորիա ես ասում։ Теория Շատ չէ, բայց հետաքրքիր։ ֆակտ է, ես խզը դուք ես դրան теория ունտալի, բայց դա ֆակտ է։ PlayStation-ը говно է 5 մանավանդ Պրոյի մասին ոչ չեմ խոսում, բլես պրոն նույն 5 արի շկարքի ու եբաններ են հասկանում ես, ապա իրանք PlayStation են ծախում դեմից որ հելել էր $300 ու առանձին բլես դիսկավոդ են ծախում ու դու բոց ես լսի երբ որ Հայաստանում նոր PlayStation-ը հետնով կարա դիսկավոդով ու ոչ դիսկավոդով առնելու վերսիան, չէ՞։ Մարդիկ գնացին ոչ դիսկավոդով, եկալ են, ես գոնե ֆայմեցի դիսկավոդով, եկալ, ապա հետո Ռուսաստանի պատերազմը սկսավ, ռուսական սաղի ակաունտը դե բարձր նախոյ ռուսականով էր, որտեղ PlayStation-ը Հայաստան չի տենում, ապա PlayStation-ի համար դա երկիր գոյություն չունի նախոյ ջերմես PlayStation-ի ոտերին չի вообще Հայաստան հասկացողությունը ընդ մանս գալի Հայաստան խոսքը չկա աֆրիկական ինչ որ Ուգանդա կա, բայց Հայաստան չկա, ապա չես կարա հայկական քարտով դու իրան вообще փող գցես։ Խոսքի մտնում է
Սա այդ անտերպատերազմ սկսավ սա ռուսական ակաունտները բլոկ գցին, չէր կարող ոչ PlayStation Store-ից, ոչ բանարներ պատվիսկա չէր կամ ակտիվացիաների միակ ձևը մնում էր կամ պետքա գներ դիսկ առներ, կամ էլ պետքա ինչ-որ ուկրաինական կամ ինչ-որ պոլշական ակաունտ վիզներ ոնց գներ մի հատ բարում ինչ-որ Պոլշայից աղջիկը կապցներ հետը քներ նրա համար, որ վերջում ասեիր կլի քո պասպորտով PlayStation-ի ակաունտ բացեմ, մալիշ։ Մելեսես ինչ-որ խույնա վիճակը ժողովես, так что Բայց ինձ 5-ը ավելի շատ է դուր գալիս, քան թե 4-ը մեկը։ Արա գիժես դու 4 դե հազարության նորմով, հա, բայց 4-ի մեջ Չէ, նախ ես ընդհանուր եմ ասում։ ախպեր նայ 4-ի մեջ պետք չէ նախ ոչ մի Պոլշայից աղջիկը հետ քնել, որ իր պասպորտով PlayStation-ի ակաունտ բացես կակ մինիմում։ Երկրորդը 4-ի մեջ կար բրաուզեր, որ կարելի խոսքի ինչ ուզում էիր անել, բրաուզերը Այդտեղ էլ կա։ էդինստում չկա, ապա բրաուզեր կա YouTube, կա բրաուզեր, ընդ կարող ես Option եւ Silka ուղարկես տիպը կես էկրան մտնես բրաուզեր, ինչ որ բցես պրիկոլներ, բայց դա Չէ, չես մենք կարա։ մտնում ենք աչա տելևիզորներ։ Չես կարա ապա դու PlayStation 5-ով նորմալ բրաուզեր յուզից անես։ Կարաս խոսքի մտնես ինչ որ տենց կես էկրան Silk-ով չերես, բայց դա խունյա էլի մեկը չգիտեմ այդ խունյով ով զբաղվում, եւ PlayStation դրաչի ծանողները բլեց շատ հազվադեպ մարդիկ են էլի իրանք են մարդիկ են որ մտածում են որ եթե թազա պուլտը հելդե ու ինքը խոսքի վիբրացիան ավելի լավ է տալի քան թե մյուսը իրանց համար դա պիզդեց թազա բան ապա չգիտեմ այդ մարդիկ եւ PlayStation-ի պուլտը վիբրատորի տեղ են օգտագործում տիպը դες պրիկոլ է էլի իրանց մոտ դրա համար ամեն խոսքի թազա պուլտ հելնելուց իրանք նայում են վիբրացիան ավելի ուժեղ է թե չէ բլես խոսքից նախ է չէ դե պայված է վիբրացիայի վրա Դե նայ, վիբրացիան որ լինում է, ինքը զգացնել է տալիս։ Ну, я это я կհամաձայնեմ վիբրացիա զգացնել է տալի, դա ֆակտ։ Теория относительности. Как минимум մկրիկով չես կարա անես այն ինչ որ գեյմփադով կարաս անես, մանավանդ թազա գեյմփադով, ապա վիբրացիան ավելի լավն է նիխուես։ Իրականում ինձ էս հիմիկվա տեխնոլոգիաները չեն հերիքում։ Ես ինչև հիմա սպասում եմ տեխնոլոգիաներին, որ դու ուղեղով պատկերացնում ես Ահա։ ու տիպը կոմպյուտերը աշխատում է։ Բլեդ, նո, դա ոնց ես քեզ պատկերացնում, չեմ դու խոսքի չգիտեմ, Դե տունը նստած ես սենսորում չեմ տուն նստած ես ուղեղի վրա։ Բլես տուն նստած ես ուղեղով պատկերացնում ես, որ ինչ որ անիմացիան կա, քեզի դրաչից անում, ինչ որ անիմացիան կա, իրականում սկսում է քեզի դրաչից անել, ծիպը։ Մտածել կյանքում իմ մոտ այդ որ ասեիր երևի կյանքում չէի էլ մտածի ինձ հարաբերական Okay, լավ, դա իմ извращенный մտքն է։ բայց օրինակը բերեմ խաղերի վրա ու այն խաղը, որը որ չեմ սիրում ու որ դեպքում կսիրեի, դա FIFA-ն է։ Բլեծ, արա, Չէ, արա խնդրում եմ FIFA-ներից ավելի տենց ինչ որ վատ գեյմեր ես աշխարհի չէ, վրա չկա, ապա դե FIFA-ները իրենք դա գեյմեր չեն։ բլեծ, Չէ, ապա խնդրում FIFA եմ ի որը խաղացողները վառվում գեյմեր եմ։ չեն։ Ի FIFA որը խաղացողները գեյմեր չեն ախպեր։ Դա ինչի Նիխույա, կյանքը գեյմեր չեն։ նիխույա, դա դու ես տենց ասում իրանք ասում են, որ իրանք պիզդեց գեյմեր են ընկեր։ Իրանք այս Չեն, աշխարհի ամենալավ գեյմերն են, բայց իրանք սուկա FIFA-ից բացի մեկ 2013 թվին նախույ ինչ որ նամաստե երկի տակ պես են խաղացել ճոգում ես իրենց մաքսիմում է դա դա հա, ճիշտ ես ասում, չէ, հիմա իմ ասածը ինչու՞ն է պատկերացրու, հիմա FIFA ես խաղում, ուղեղով ես պատկերացնում, քո 11 խաղացողներին էլ միաժամանակ կառավարում ես։ օքեյ Ասա էդի պրիկոլնի է։ բլեծ По-любому դու 11 հոգով տաշում ես ինչ որ գնդակ խույևը ինչի համար խոսքի չգիտեմ ապա ինձ ֆուտբոլի կոնցեպցիան ինքը իրանով շատ տարօրինակ կոնցեպցիա Արի լավ մարդիկ արի դու հասկանում ես ապա մարդիկ ամեն տարի խոսքի գնում են թազա FIFA են առնում մեջը դախույա փող են դանատանում մեջը դախույա փող են դանատանում ապա ինչ որ վերջի Ռոնալդո, Մեսի, Հորքուրի տղա Մեսի, Նասկի բան sense ինչ որ պերսոնաժներ են բացում, ասում են, «Տես ինչ ակաունտ ունեմ, ապա ես պիզդեսնեմ»։ Հաջորդ տարի հելնում է լրիվ աբսոլյուտն նույն խաղը, ապա պրոստը ընդ բանը
անտեր Մի քիչ ավելի հարմար է դառնում ու մի քիչ գրաֆիկան լավանում է։ խույ տա, բլես, վերջի 5 տարի նույն խաղն է абսոլютно խոսքի։ Հա, բանը Դե գրաֆիկան աճել է, ես տեսել եմ։ охуенно, հա, դե որ նայում ես հապա տրիբոնայի վրա այն երրորդ ռիադի 4-րդ նստողի դեմքը երևում է, դա շատ արժի նրա համար, որ իրան տաս խոսքի մի $150 փող Բայց համաձայնեմ։ այդքան է FIFA-ն, ես կյանքում չեմ մտածել առնեմ։ Հա, մի այդքան է, երբ որ նոր է հելնում, մի այդքան է խոսքի։ Ապա ամենաբոցայինը որ $150 դու խաղը չես առնում, պետք է $150 դու առնում ես մուտքի փող ճոգում ես, ոնց որ Հա, մուտքի դե փող հետո ես պետք է տալի։ պատվիստ առնես։ Հետո դու իրան պետք է եթե on-line ես խաղում, իսկ FIFA-ն, բլեծ, եթե on-line չես խաղում, իմաստ ունի առնել մենակ այն դեպքում, եթե դու PlayStation-ից ունես ու գալիս են նստում են երկու հոգի իրար դեմ խաղում են, բայց եթե դու FIFA խաղացող ես, դու պալիբոբու on-line ես խաղալու, չէ՞, իսկ on-line քեզ պետք է լավ կամանդ, որ կանաս գոնե ինչ որ սապերնիչեստվա ունենաս իրանց հետ, իսկ լավ կամանդի համար ինչ պետք, որ մեջ փող դոնատանես ապե փող իշխան պետք է դոնատանես անվերջապեն խոսքի պետք է գնաս պոշկե դնես գրավ չգիտեմ ամիսը երկու անգամ սպերմա հանձնես խոսքի որ քեզ ապա չգիտեմ ինչ ու եբան պետք է լես մաքսիմալ ապա չեմ հասկանում ես լոգիկան Ջեչը սպերմը հանձնել է տի շատ վտանգավոր է գրիֆինների Պիտերին հիշի, որ տան գնացել հանձնել էր։ նո կան թազա ֆիֆերներ հայտնվում են վրաս խոսքը նախույա դինա նախած Դե քեզանից ֆիֆերներ չեն հայտնվի, քեզանից կհայտնվեն դոտերներ բլեց նո արիկ ֆուրներ չտանք էլի մարդկանց։ Բլեց եթե դոտային խոսքի անուն ես դնում, ապա դոտային խոսքի դոտայի միշքան դանա տանում ես ինքը խաղի վրա չի ազդում, ճոգում ես ինքը ազդում է մենակ քո պերսոնաժի վիզուալ տեսքի վրա։ Չեմ սիրում։ Նարաբեց խզը, ապա ես չեմ հասկանում այդ մարդկაც ինքը շատ չոր իմ համար ապա իրանք ահավոր տարօրինակ մարդիկ։ Չէ, այն մարդիկ որ գնում են PlayStation-ից պրոստը FIFA են խաղում, ես տախույա տենց FIFA խաղացել եմ, էլ ինչ որ մեկի դեմ։ Դա օքեյ, հա, կարաս հասկանաս, տիպը գնացել են մարդիկ ժամանակ անցկացնելու PlayStation-ով ինչ պետք է անես, հաստատ չես նստելու, չգիտեմ, ինչ որ одиночный խաղաս հետ բարտեն նստիների ասի դզեց էսի լավ էս одиночный խաղում ասի դա ինչ որ խույնի է պետք է հետո իվանով զբաղվես так что FIFA-ն էտի լավ լուծում է բայց երբ որ դու առնում ես FIFA-ն քո համար on-line խաղալու դու ինչ որ особенный редкий существо ես էլի Սուիցիդնիկ է։ суицидника որն է например հրաժարվել է ճոգում ես ըստ կյանքից արդեն քո բումաժնիկից առաջ Հետաքրքիր տարբերակ է։ դե Իշքն հետաքրքիր տարբերակ կա իմ ցանկապը ինչ կարելի է ասել ինչ մտքեր ունես ապա արտահայտվի խոսանգեր մեջդ մի պայի թե չէ հելնելու եմ այդպես սպորտ քանգերը դի քեզ Լավ պետք է հասկացա։ Նոպ, հիմա հերթը հասավ ին։ Давай ինգեր խոսա Ախպեր, էսի կյանքի, որ մենք ենք ապրում ընկեր։ Պիզդեց ապա ինչն է վատը ինչը քեզ դուր չի գալի ոնց կարա քեզ դուր չգա պես կյանք ինչ ես խոսում ապա բացը տրիտենը Դե չէ, որ ես ռազգոն պետք է անեի, ռազգոնը տվեցի։ Ես հիմա ուզում եմ ախպեր լավ հասկանամ ես հիմա այս կյանքի ապա ոնց որ advocat դիավոլն եմ ուզում դառնամ ապա ու այդ advocat դիավոլի դերև եկալ մեն վրա ու հասկանամ թե քեզ չի դեսում պես կյանքը գեր так ապա այս խոսքի կյանքի խիչի դու այս կյանքը։ հա ապա նայ այս կյանքի պլյուսները քեզ ասեմ դու ինձ մինուսները ասա նա ինչ ախույենն է ապա գնում ես գործի առավոտը հելնում ես հոգնած ջարդված են որ մի 3 ժամ քնած են որ ամեն ինչից զայբատ եղած բան են որ արդեն չես ուզում ապա ոչի բան անես պես պետք է այդպես գործի որտեղ ընդ պետք է լույս մուծես պետք է տաղվարց մուծես պետք է տաքսու փող անես պետք է ուտելիք անես որ սովի չսատկես նախույ պետք է դες լիքը խույնյաններ անես կարոջի այդ ամեն ինչի համար փողա պետք է ապա ուտեն զզված բան հելնում ես նս տաքսի ես կանչում ապա նստում ես տաքսի
տաքսու ճամփին է, տաքսիստը սկսում է ինչ-որ ապուշ ռազգոն անել, թե ինչ լավ էր սովետի վաղտ, դե ամեն մեկը 3 հատ կնիկ ուներ 4 կնգնե վարձով էր տալի ու սպասում էին երբն իրենց երրորդ տունը տալու, որ խոսքի երկու տանվեճ ընտանիք բային երրորդում իրենք լրվեն, ապես այնց ինչ-որ բաներ հասնում ես գործի տեղը, ասես Սայբա տեղած արդեն ուզում ես ճամփին ու մտնում ես խոսքի մի 3 անգամ գլխից թողես բան հասնում ես գործի տեղը, ապա մի հատ կոֆե սարքում խմում ես ու ես կյանքը դառնում է հիասքանչ ընկեր։ Հայ ես այտենց որ այսօր նախորդ մտածեցի իմ մասին ու զանգեցի ասեցի որ իմ կոֆեն դնեն, իսկ ես արդեն հասել էի ավտոյից իջնում էի էլի։ Короче, ոնց հասկանում ենք, ես քեզ պահումը հելնել մարդկանց կրակելուց այն, որ կոֆե գոյություն ունի, թե չկայլեիր սաղին աչուձախ կրակեիր, ես քեզ ճիշտ եմ հասկանում։ Չէ, իրականում կոֆեին ես վերջերս եմ հետ եկել, որովհետև սկսել եմ քիչ քնել։ Ես հասկացել եմ, մարդիկ ովքեր որ կոֆե են խմում, իրենք քիչ են քնում։ Իրանց օքեյ է։ Ну հա, Իսկ որովհետև եթե քո քունը տեղն է, քեզ կոֆե պետք չի։ ну քո մոտ ամեն ինչ տեղն է։ Իմ մոտ նիխույն է։ Չէ, իջին քունը իմ այդքան տեղը չի, ես դրա համար շատ եմ կոֆե խմում, որ Red Bull։ Բլեց հետաքրքիր է դու կոֆե խմում ես, որ տիպը շատ քնես, Չէ, որ չքնեմ։ ախ որ չքնես, ну օքեյ, ու ինչ օգնում է։ Աստորեն ես նոր պատկերացրեցի, հասկացա, որ օգնում է։ Լավ ապա ես քեզ բացատրեցի ես կյանքի պլյուսները, հիմա դու պետք է ինձ ասես մինուսներ ընկեր։ Քո կյանքի պլյուսները էդի տաքսիստներ ու մինչև հասար տեղ, էդի շատ հետաքրքիր էր։ Կոֆեներ ապա իրականում դու պրոստը չժարգիտով Նետի ես հասկացա, բայց այդտեղ շատ փոքր դե Չէ, իրականում ապա շատ իրականում ապա դու պրոստը իմ միտքը չհասկացար ապա ես կոֆեն էդի հասկացա, այն բանն է որ քեզ տալիս է ապրելու ուժ հասկանում ես ընկեր դու դաժե ես որ էդի հասկացա։ ահա որ զայբա տեղած բան խոսքի ամենավորի օրը թելում ես կոֆե ես խմում ասես դզեց ապա հիասքանչ կյանք խոսքի արժի էլի ապրել Կոֆեն իրականում լահացկացանք, դու գիտես, կակաո вообще խմում ես։ կակաո վերջի անգամ կակաո խմել եմ երևի մանգապարտեզում Իսկ դու գիտես, ինչ ճանապարհով է կակաոն հասնում քեզ։ Ես գիտեմ որ մի հատ կոֆե կա որ ստանում են ինչ որ կենթանու կակաշկեքից Դետի հատուկ տեսակի կատուներ են, որոնք ապրում են մի հատ կղզու վրա ու Այո կոչվում է կոֆեն լյուլյակ։ ու ինքը ավոր թանկա, Եթե որի չեմ թանկա։ Իշքանը տավենակ չեն չի, ես կոնտեքստով ապա մեծ որի թանկ կոֆե այդ կակոտ կոֆե։ Այդ սուրճի բույրը բացվում է այն ժամանակ, Երբ դու մտնում ես կատվի երբ հետ այդ անցքի մեջ։ տեսակի կատուն դա ուտում է այդ սուրճի հատիկները Արա բայց ինչ ебանի եւ բան։ իր օրգանիզմ հատուկ թթուներ ինչ որ կան, որ Արա տալիս բայց դու են յուրը հատուկ առամատ այդ կոֆեին։ բայց դու կենթանու տեսանկյունից նայել ես կենթանու համար խոսքի մարդին շտավինակ սուշեստվա է խոսքի գալիս է իր ձվերն է գողանում տանում շարի տանում ու խոսքի գալիս է կոֆե է կերծնում խոսքի կոֆեն կակում է հավքում այդ կոֆեն տանում խմում է լեցկու եւ Իրականում այդ ձվի մոմենտը շատ օքեյ է, որովհետեւ էդի մարդը եթե չուտի էլ ինքը տես պրոստը հանելու է, որովհետեւ ինքը պիտի պրոստը հանի էդի։ Ну հա, օքեյ, բայց անտեր ձվերը Չէ, իր չէ, չէ, մարդիկ հասկացեք, որ հավերը ձու ածում են մեր ուտելուն առանց ակլորի, իսկ այն ձուն, որ պետքա դառնա ճուտ, քերես ակլոր։ դու իմը լուրջ ես խոսում։ Հա, Այսինքն այն ձուն, որ հավը պրոստը տակա ածում, ինքը կյանքում չի դառնա ճուտ։ այո։ Հետաքրքիր է, ես հետո չեք կանում։ Մեծ прикольно, օքեյ։ Հերաբես մեկը մարդը ահա որ տարօրինակ սուշեստու է ճգում ես, եթե կենթանիների կողմից են։ Հա, համաձայն ես, ուժը գիտեմ ինչ ես ասում, ես մեկամից բացատրեմ, որ 3 րոպե չկորցնենք։ Давай, ապա կարանք 3 րոպե չկորցնենք, կարանք 4 կորցնենք, давай։ Հա, մարդիկ իրենց բնույթով ամենակեր են։ Ու եթե մարդիկ ամենակեր չլինեին, իրանք չէին հասնի մինչև այս ժամանակները, որովհետև վաղուց կմեռնեին։ Որտեվ Okay,
Որտեղ ինչ ասես եղել է այս աշխարհում այս միլիոն տարիների ընթացքում աշխարհում մարդկանց քանակը դաժե եղել է շատ քիչ, բայց մարդիկ ձգել են։ Блядь, արա ես խույսն եմ ինձ թվում է, որ այս մարդկանց վերջը մաքսիմալ է դու նայել ես իդիոկրատիան կինոն։ Չէ, Короче, Տոլինը։ Короче, պետք կինոյի մեջ ասես մի հատ մոմենտ կա, որ խոսքի անցել է մի 200 $300 տոլի խույեվո կարես ասես 3000 դե այդքան կարևոր չի ու մարդիկ ավոր տուպոյացել են նա համար որ ինչքան խելացի մարդ է եղել է ասել էր նախոյ Շորթեր եմ տեսել, հա հասկացա։ ասել էր նախոյ երեխա ունենամ իսկ ինչքան դեբիլ մարդ եղել է ավոր բազմացել է դրա համար դեբիլի գենը բազմացել է իսկ խելացու գենը կորել է ճոգում ես Ես դու մտածի ինչ որ խույնի ելնելու ապա Ուսախ մարդիկ իտոգում դառնալու են այն աստիճանի դեբիլ, որ իրանցով սկսելու են կառավարել խոսքի հավերը։ Ջանոս արդեն հավերն են գալու մարդկանց կակաշկիկը գողնան, տանեն ձվածեղան են ուտենում։ Չէ, ես այս վերջերս եմ իրական վերջերս եմ այդ գենետիկայից մարդու տեսքրել հավատա ինչքան էլ տանք լինի մեկ ապուշ է, այդ աստիճանի ապուշ չի կարա ստեղծի, որտեղ մի 2-3 գեն հետո ինքը հա փախվում է, բայց կորում էլ է։ Մի քիչ ընդեղ ուրիշ ձև է դիտի աշխատում։ Ապա ես չեմ ուզում քո հետ շատ տենց լուրջ թեմայից խորանամ ու ասեմ, որ մարդու գենետիկան մինիմում ինչ որ փոփոխություն առնում է 25 տարին, մեկ խոսքի սերունդը փոփոխությունից հետո ու դրա համար պետք է միլիոնավոր տարիներ, որ ինչ որ ռեալ փոփոխություններ վը մարդու վրա, բայց պա ֆակտու խոսքի DNK-ն այնպես բանա, որ պետք է Մեծ փոխանցվի, չէ՞։ Ու պա ֆակտու կան դեբիլ մարդիկ ու կան խելացի մարդիկ, չէ՞, դե չես կրա առարկես։ Ну, հա, Ահա, եթե խելացի իմ դեն բացիկը եթե խելացի մարդիկ ախպեր դենկան իրենց չեն փոխանցում, այսինքն երեխա չեն ունենում, ասում են նախ ես աշխարհում երեխա ունենամ, ինչ որ եբանինա է կատարվում, ինչ որ բոմժեր դուրսը խոսքի գոռում են, ինչ որ պատերազմ անընդհատ խոսքի ինչ որ вообще հասկանալի չի վաղը ինչ ալնելու короче խելացի մարդիկ են ապա ջոգում ես որ ջոգում են ապա որ ինչ որ պիզդեց ապա այս աշխարհում կատարում ու всё-таки ելը որ չարժի թազա մարդ բերել գցել այս աշխարհ որտեղ вообще չգիտես այդ թազա մարդուն բերես գցես այս աշխարհը ինչ կլինի խոսքի կտանեն իրան ինչ կանեն հետը Так что խելացի մարդիկ նստում մտածում են ասում են չէ ելը որ շուտ կամ ելը որ պեջ դեբիլները ապա իրաց դեբիլ գենով Չեմ, էդի բոլոր մարդկանց, ապա էդի բոլոր մարդկանց համ մասին չի խոսքը, ես էդի կինոյի կոնտեքստով եմ ասում, եթե ինչ։ Короче, իսկ դեբիլ մասան խոսքի ասում է, էդի կինոյի կոնտեքստով էլի կինոյի սյուժետն եմ քեզ ասում։ Դեբիլ մարդիկ խոսքի ասում են, բանը, հա, սող точно, սող կայֆոտա, թո երեխա ալի, խոսքի ինձ ինձ երրորդ երեխու համար մի 300,000 փող կտան։ Եթե կունենամ 13 հատ երեխա, խոսքի ինձ կտան 13 միլիոն։ Մլեց խոսքի։ Ու հետո ունենում է վազի մեջ ինչը։ մի երկու տասով կա վազի մեջ երեխա ունենամ։ Հա։ Երկու 10-ով կա, վրազի մեջ 13 հատ երեխա ունենամ, 13 միլիոն փող տան գնամ խոսքի տեղեկացեմ։ Խոսքի այդ դեբիլ մարդը իր դեբիլ դեն կան, փոխանցում է 13 հատ մարդուն, այդ 13 հատ մարդն է, հետո իրաց դեբիլ դեն կան, նույն փոխանցում են էլի մարդա 13 հատ մարդու ջոգում ես։ Իսկ այն խելացի մարդը դաժան մի հատ երեխան չի ունենում, որտեղ մտածում է, ասում է, չէ, ինչ որ պիզդեց է աշխարհում կատարվում, չեմ ուզում երեխա ունենամ։ Ինչու ես մի երեխա եմ ուզում ու ոչ ապել։ Տենում ես ապա դու կարաս քեզի համարես այդ ըստ կինոյի կոնտեքստի խելացի մարդ, բայց դա միշտ չի տենց աշխատում իրականում, բայց իրականության հետ խոստովաներ ունի sense աս։ Չէ, դա անհնար է, բայց օքեյ, բայց շատ լավ թեմա է իրականում։ Չէ, բայց իրականության հետ այնքան կապ չունի, դե որտեվ իրականության մեջ ավելի շատ փողը խելացի մարդկանց մոտ է, ու ցիվիլիզովանի երկրներում էլի ոչ թե ինչ որ Աֆրիկայում որտեղ խոսքի ինչ որ մի հատ ճուվակ գտել է մի հատ ավտոմատ ու սաղին ասել է սաղի փողերը բերեքստա թե չէ սաղիդ գյուլում եմ ու փողերը բերել են վերջում է գյուլելա ու ինքը դառել է ամենահարուստ մարդը չէ դրա համար Լա գյուղապետը։ նա դառել է գյուղապետ ապա դրա մասին չի խոսքը ինչ որ ցիվիլիզովանի աշխարհի երկրների մասին է խոսքը իսկ այդտեղ խոսքի հիմնականում մարդիկ փող ունեն հարուստ մարդիկ ու հարուստ մարդիկ քանի որ փող ունեն իրանք ապագան էլ ասում են լավ ապագայում լավ կլինի գոնե մինիմում փող ունենք մենք կանենք խոսքի մեր երախոն բանակից ազատենք մենք կանենք մեր երախոն բոլիլիմենիա լավ կրթություն տակ տուդեսուդը так что լեվոր ամեն ինչ չի կորացել դրա համար փողը լավ բան է так окей ապա դու ինչ կասես
Դա ամեն ինչի կամ ուրիշ բաների վերաբերյալ։ Դե իմ կարծիքով արի երրորդ կետը նրանով եզրափակենք, որ մեր առաջին երկու թեմաները ես ասեմ։ Давай, Իրականում կոֆեն շատ հետաքրքիր թեմա է։ պիզդեց է։ Ու գիտես ինչն է բանը, որ ամբողջ աշխարհը ճանաչում է Starbucks, բայց Starbucks-ը ընդհանրապես կոֆե չի տալիս։ Starbucks-ը քեզ է տալիս է բաժակ ու վրան անունը տա գրում, բլեդ։ Դե հիմա այլ անունը չի էլ գրում, Не, արդեն вообще пиздец. պատա։ Кофе для пидораса, խոսքին է, ասում եմ, блядь, прикольный կլեր խոսքի մտներ ամերիկական ինչ-որ Starbucks, անունը դարձնեին, ասեիր պիդարաս, մեկն դե գորար, coffee for պիդարաս, խոսքի, Դե տենց պրիկոլներ շատ են անում, էլի։ կարալի, հարմար։ Բայց շատ հազվադեպ տեղեր կարաս գտնես լավ կոֆե խմես, շատ Լավ, սիրուն ապեմ, կոկոս տեղում, բայց կոֆեն, քիչ։ կոֆեն թկած, ապա ինչ ես մտածում, ապա ապագայում մեզ ինչ է սպասվում, ապա քո կարծիք, քո, դավայ։ Դե ես շատ կուզեի, որ ապագայում ես կարողանայի full կառավարեի լիբե տեխնոլոգիա զուտ ուղեղով։ Դե հիմա ինչ որ չիպեր են դնում ուղեղի մեջ, բայց դու մի կողմից մտածում ես, բայց վտանգավոր է։ Ինչ կարան անել չիպով քո հետ, կամ այդ չիպը ինչ ազդեցություն կարա թողի քո վրա։ Նա է պես դա պրիկոլն անում, որ մեր օրգանիզմը ինք իրանով տենց նախատեսված չէ էլի տեխնոլոգիա մեջը մտցնելու համար ավելի հեշտ է ինչ որ գենետիկայով բանաներ, այսինքն քո օրգանիզմը նես մուտացիայի ենթարկել կամ նես բաներ սրսկել, որ խոսքի կարողանաս թռնես խույեվը թևերաճի վրա կամ կարողանաս ավելի լավ ռեակցիա շատացնես կամ տեսողությունը շատացնես, դա ավելի ռեալ է, ճգումս, քան թե որ խոսքի ուղեղիդ մեջ չիպ կդնեն։ Չէ, իրականում իսկան տես փոփոխություններ մարդկանց վրա արել են, շատ վատ է անդրադարձել այդ մարդկանց վրա հետո։ Որտե բլեց Marvel-ի կոմիքսների մեջ Չէ, օրինակ նա երկրորդ համաշխարհայինի ժամանակ արել են էքսպերիմենտ, որ մարդկանց տվել են 1000% տեսողություն, որ իրենք նենց մանր բաներ էին տեսնում, որ դու չես կարող տեսնես պրոստը քո աչքով, որ ամենաերկարը վրոձի մի շաբաթ պրոդի մի ամիս լքեց ու նրա, որովհետև բոլորը գժվեցին։ ուր տես դու այդ ամեն ինչը կարդացա կամ տեսա, բայց ես առաջի անգամ լսում որ մարդկանց տվել են 1000% տես, չո բլեդ, մի հատ կարելի է ավելի մանրամասն այդ թեմայի մասին։ Դե նայ ոնց է, չէ, լազերն անում աչքերը, որ տեսողությունը դզվի։ Ну, դու էլի խոր, հա, օքեյ, հա։ Իրանք նենց էին արել, որ դու շատ մանր տեսնես ու մարդու ուղեղը չձգեց։ Դե դրա համար ասում ապա գենետիկայով կարող նենց անեն, որ քո օրգանիզմը հասնի այն պիկին, այսինքն դա միանգամից չի լուծում, դա արհեստական էվոլյուցիա է, այսինքն քեզի ինչ-որ մեծ խունյա են սրսկում, ապա որ այդ խունյայից խոսքի քո ապագա սերունդը պիպիսկեն ելնի ոչ թե խոսքի 20 սանտիմետր, այլ ելնի 40 սանտիմետր, ճգում ես, ու քո դենկային խոսքի փոփոխությունը ու հետո քեզնից ծնված լուբոյ ուեբան ունենում է 40 սմ, իսկ դու մեռնում ես 20 սմ-ով խոսքի պրիկոլը է դա, ճգում ես։ Հա, բայց ինչ իմանաս, կարող որոշեն ավելի փոքրես տեն ամեն ինչ։ Ну, блядь, եթե դու Չինաստանում ես ապրում, օքեյ, բայց դե Չինաստանում արդեն փոքրացնելու տեղ չկա պրոստը էլ։ Իրանք մաքսիմում Չինաստանը սաղ աշխարհը գրավելու է։ փոքր պիպիսկ եկավ։ Հա, սաղ դառնալու են չինացի։ Նե, Իմացի, որ դու երեխա ունենաս, հետո քո պատմությունից մեկը դառնալու է չինաց։ բլես կարալնի ու իրականում, անես չի կարալնի, ես չեմ զարմանա, եթե իմ պատմություններից ինչ-որ մեկը ելնի խոսքի, չգիտեմ, մարսիանյանը խոսքը, դենց մարսում խոսքի ընտանիքի հետ նստի, ասի տես պապաս խոսքի, պապուս պապա, չէ վելես կնել, պապուս պապա, դե տոնը նստած վելես խաղում էր խոսքի, ինչ-որ վեց մակ ու մտածում էր, թե ինքա ծիրի հետ կարան։ Լուրջ ես ասում։ Դե շատ ուժեղ թեմա ես ասում։ Էսի շատ լուրջ թեմա է, որ մենք քննարկում ենք։ Ահա որապես, անից լուրջ մեկի բանն էր, պես վերջի Տրամպի ու Զելենսկիի հանդիպումներ։
Դե իրականում շատ խնդալու անցավ, ես շատ գոհ եմ։ Դզեց։ Դե նայես որ տեսանկյունից ես նայում։ Դե բլեց որ տեսանկյունից պետք է նայես ապա տեսանկյուններդ ասա բացահայտ են համար։ Դե այն տեսանկյունից ասենք որ խնդալու է։ Охуенно, брат, спасибо нахуй. Блядь. Դե եթե որպես կոմեդի ես նայում, ինքը շատ խնդալու է։ Չէ, ապա կոմեդին հիմա ամենախնդալուն է ստենդափն, ապա հասկանում ես ստենդափը է թազա հումորի, ապա բանն ապա տուֆն առաջի ջոգում ես, թազա պատի առաջին տուֆն, ապա ստենդափ, արա ես Բայց вообще, ստենդափերները սիրում։ ապա ես ինձ ստենդափերն եմ սիրում, ապա օրինակ ասեմ, այն ստենդափերին, որը ծնվել է, ապա որոշել է, որ ստենդափեր չդառնա։ Իրան ավոր շատ եմ սիրում, ջոգում ես։ Բայց դու որ ծնվել ես ստենդափը գիտեիր ինչա։ Չէ, ապա ջոգում ես այն մարդուն եմ սիրում, որ ծնվել է, ապա մեծացել է, իմացել է ստենդափը ինչա, ու ասել է ես կյանքում ես խույնյայով չեմ զբաղվի, ապա ու ինքը իմ համար ամենա աշխարհի ամենաթույն ստենդափերն է, ապա իրարից լավ ստենդափերը աշխարհում չկա։ Որ вообще չի անում ստենդափ։ Հա, բլեդ զզվում եմ ստենդափերներից, ապա տանել չեմ կարող։ Ես երեք, բլեդ Ես երեք կնկաս հետ գնացի խանութ կնիկս ասեց մի հատ մածուն տու են էլ այդ աշխատողը եկավ ասեց չէ մածուն չկա կատկ ուզես խա բլեդ իդի նախույ բլեդ չուվակ տիպը բլեդ օրսարև ես ախույտ եմ ալում ապա մարդիկ ոնց է խնդում ստենդափի վրա Դե չէ իրականում շատ խնդալու ստենդափներ լինում են ապա իմ համար խնդալու ստենդափը գիտես որը կլինի, որ ինչ որ ստենդափ միացնես, ապա ասած 5 րոպե ինչ որ կլասիկ ստենդափերսկի ապուշ շուտ եք լսես, մեկը 6-րդ րոպեն այդ բանի սցենա ոնց են բեմի հետևից գարիլան հելնի տկլոր, ապա սկսի ստենդափերին ժոստկի կողել է, այդ իմ խոսքի համար կլի այդ իմ համար կլի խոսքի պիզդես խնդալու ստենդափ, ապա ջոգում Հավաշե որ իմանաս 6-րդ րոպեին է, իմ կարծիքով այդքան խնդալու չի լինի։ Ну, блядь, դրա համար պետք է որ ասպասելի հելնի այդ մակական ու սկսի ստենդափերին ебать անել, ջոգում ես, խոսքի հետացակ պրիկոլը։ Բայց շատ հետաքրքիր ստենդափ ես ասում։ Ահա որ։ Այսինքն պետք է ստենդափը աղջիկ լինի գոնե։ Ավելի լավ կլի որ դա հետաքրքրություն ավելի շատ կլի ու բոցն ավելի շատ կլի ջոգում է։ Մանավանդ չինացի։ Չէ, արիքը սերման ենք։ Խիմակական կարա աղջիկ մարդ աղջիկա հետելնի, չի կարա մարդ տղու հետելնի, ապա էսի չէ ռասիզմ, էսի մակակայի ռասիզմ ես մցնում հենց։ Չոս է խույնյա վելը։ Իմ կարծիքով մակական նատուրալ է լինելու։ Մակական, ну կարելի է, մակական կարա նատուրալ։ Կներեք չի դարավ ստեղ։ Լավ ապա քո ասա արտահայտվի քո սիրած ստենդափերներ ովքեր են ու ինչ են իրանց ամենալավ շուտկեն որ լսել ես Տենց չեմ կարող ասեմ, բայց շատ խնդալու ստենդափներ լսել եմ։ բլեց չես կարա դու շատ խնդալու մի բան լսես ու մոռանաս խոսքի ես իմ սա խնդալու բաները որ եղել է հիշում եմ խոսքի ինչ որ մի հատ ստենդափերը խնդալու ասած բան ինձ ես Վերջերս Նուրլան Սաբուրովի մի հատ հատված տեսա, Պոլի ստենդափը նայել էի շուտ, вот հատված տեսա։ Причина всех вообще ссор в отношениях. Ну, не было бы вообще проблем, если бы просто ты приносишь аргумент, высказываешь свое мнение, и и потом она высказывает свое мнение. Да. То же самое, и вы обсуждаете. Но на самом деле что происходит? Ты приносишь аргумент, говоришь свое мнение и идешь нахуй. Блять, գիտես ամենախնդալուն ձիվորները պես մանալոգի մեջ քո ռուսերեն խոսել եմ խոսքը բլետ շուտկեն գավնո է մաքսիմալ բայց քո ռուսերեն խոսելը խնդալու էր ամոզած Չէ, շատ դիզնինի է
Ահա որը պես ժիզա բլեդ։ Սրանց ժիզա ավելի բան չի նմջում ես։ Ոչ մեկ մեղավոր չապե որ Նուրլան Սաբուրովի կնիկը դալբայոբա ջանում ես։ Ոսկե եթե իր հետ մենակ տենց է եղապե ու իր կնիկը դալբայոբա պետ չի նշանակում որ մնացած աղջիկներն են դալբայով ու մնացած կնիկներն են դալբայով։ Ոսկե Բայց ծախ չէ, բայց շատերի մոտ է տենց խնդիր առաջանում։ նո շատերի մոտ հա օքեյ շատերի մոտ շատ բանալում շատերի մոտ գեմարոյ է ալնում գերի մոտ գեմարոյ չկա ինչ է Բայց չի էսպես։ Դու էր պետք է հասկանաս ցավն ինքը։ դե հա բայց հիմարությունը ախպեր չգիտեմ ես ստենդափը չգիտեմ ես չեմ պատկերացնում ինքը ում համար է նախատեսված ես ստենդափը իմ համար մաքսիմում ինչ որ կավեն է ապա ստենդափը իմ համար բայց նրա տեղը որ 5 հոգի հելնում են ու ցույց են տալի թե իրան զոքային ինչ վատնա դրա տեղը մի հոգի է հելնում ու ցույց է տալի թե իր զոքային ինչ վատնա տիպը բլեծ ինչ որ սովետական հիմար վիճակ Եվ մենք հասկացել ենք, որ դու չես ուզում զոնքա չունենաս։ բլեծ ну ինձ փոխի ապա մաքսիմալ չգոս ես դրա վրա չեմ խորացել ես պրոստը փոքրուց լսում եմ որ ինչ որ ծելիկի շուտկեքի մեջ վեճներ զոքանչին են քլնգում ու մեծացել եմ մտնում եմ ստենդափ ու նայում եմ էլի զոքանչին են քլնգում ու ես մտածում եմ նյուժել էս եբանի աշխարհի մեջ չկա ուրիշ թեմա ինչին կարելի է կապնել բացի եբանի զոքանչից ճուվակ խոսքը զայբատը սարայ թազաբան մտածել Դե իմ կարծիքով զոնքաների խնդիրը արդեն մանրից անցն է գա, ապջան։ Բլա լավներ օքեյ նամոս Բայց վախտին հա այդ խնդիրը եղել է։ Դե պատկերացրու սովետական տատիները որ զոնքա ջելն ասեն դի տենց չի արվում, դի սենց է արվում։ Այդ շուտկեքը այդ ժամանակներից հասել է պրոստը իրենց տարիքը հենց այդ պահն է բռնել էլի որ այդ հումորները այդ ժամանակ արել են։ Իմ կարծիքով այդ հումորների վախտը անցել է։ ну հա Պետրոսյանություն էլ չես կրանես Ապա չէ ուղղակի ջոգմը ստենդափի համար մաքսիմալ սկուչնի խունի է, որտեվ հելնում է ինչ-որ չուվակ ու պատմում է իր կյանքը, կամ պատմում է ինչ-որ հիմարություն իր մտքերը ջոգում ես, իսկ իմ համար հումորը մի քիչ ավելի սիտուատիվնի է, ապա ոնց որ ես ասի ջոգում ես, խոսքի ինչ-որ մեկը հելնում է, ինչ-որ բան անում, խոսքի չգիտեմ ինչ-որ մի սկուտեր քշող, ցենց իր համար վիդեոյի մեջ սկուտերով գնում է ու հագնում է մի հատ տատի խոսքի հետ իմ համար խնդալու է, ապա խոսքի ինչքան է ամառալին, բայց այն որ ինչ-որ չուվակ հելնում է մենակով ու պատմում է թե ոնց են խոսքի 4 հատ նեգր իրան Ձեզդում բռնե ինձ եթե այդքան էլ խնդալու չէ խույը։ Ես ուզում ավելի շատ տենամ թե ոնց են այդ 4 հատ նեկը իր պայծեզդում բռնե ջոգում ես ինչու ես սրան խոսքը թե։ Դե որ իրականում ստեղ իմ կարծիքով ոչ բոլորը հələ որ չեն պատկերացրել քո ասածը լիովին։ Ստում ես էլ լիով ինչ եմ պատկերացրել իմ ասածը, բայց իմաստն չկա։ Հավատա մեջ իմաստ։ Մենք բոլորը սպասում ենք 6-րդ Մենք բոլորը սպասում ենք ապա 6-րդ րոպեին երբ այլելու մագական ու սկսի սաղեն եւ բայց անել так что Դե պատկերացրու այդ հումորը արդեն վաղուց արել են քո ասած։ Ну охуенно. То մյուսը էլի մակակայի տեղը շիմպանզեն է վերածա թե անդադար կնայում ջոգը։ Գոսկե։ Չէ, մակակայով չէ։ Այլ մարդով։ Ну, կարելի։ Հա լավ, ես կարամ признать, գամ ապա կայուս, խոսքի օքեյ։ Մի հատ ստենդափ կա, որ ես իրեն նայում եմ, դա Ջեֆրիսն է, Ջիմ Ջեֆրիս, տոլի ինչ-տենց Ջեֆրի կեցը։ Ինքը ինչ որ Ավստրալիայից է ու ինքը իրոք խնդալու է, լավ է, դե բան չունեմ ասելու, որտեվ իր Բայց անգլերեն ինչքան ես հասկանում։ Չէ, բեմ դե բոլի լիմենի հասկանում եմ, ну, блядь, անգլերեն հասկանալ տենց ասով պետք է չի, ես իր ռուսերեն ազգուշկեն եմ նայեմ։ Короче, это, блядь, դեպեչի ճոկնես, անգլերեն հասկանալ, որ ռուսերեն ազգուշկեն նայել է, блядь, чувак, 25 թիվն է, նախ 21-րդ դարի բարոցս։ Короче, ինքան դա հետաքրքիր ազգներ ունի խնդալու լավ։ Որքի ինքը դա ինչ-որ շատ ունիկալ ճուվակ է, ինքը իրանով դրա համար է իր մոտ խնդալու ու խոսքի իր այդ հնես բաները եղե, եթե ինքը իհարկե այդ ամեն ինչը չի հորինե, որ դժվար պատկերացնես, որ ինչ որ ուրիշ մեկի հետ կլի։ Խոսքի ինչ-որ երկու շլյուխի հետ հելանք խոսքի ու մի հատ հոլիվուդսկի ինչ որ
աստղի հետ հելանք բան չգիտեմ ընդ ինչ-որ մաթել, դա սկսեցին կակային քաշել իր փորից, հետո հելավ սկսեց պարկել նոթբուքով դրաջից անելու ինչ-որ բայ այդ գալիվուդսկի զվեզդան հելավ սկսավ սաղեն քֆրտել բանես կոմենկո խոսքի տես բաներ դժվար քո հետ լինի էլի դրա համար ինքն դա մի քիչ խնդալու է դառնում Hey, chap. Շկավաց։ Բան չէ։ Իմ կարծիքով շատ հետաքրքիր խոսակցություններ մեր մոտ առաջացան։ Իհարկե, այսօր քո մեծամասամբ ստենդափներ իմ կարծիքով։ Блядь, сука, զզվում եմ ստենդափից ընկերյա թե իմ ստենդափները կարելի է խոսքը գնալ քցվել չգոս։ Դե հիմնականում ես ուղղակի քեզ Ապա ռազում էի տալիս։ Եթե ես իմ ստենդափներ, ապա ուրեմն 6-րդ րոպեից պետք է մակական հելներ ապա շագոս։ Եթե 6-րդ րոպեից Աշկի դու ես ուզում մակակայի հետ լինես, դրա համար է քնամ բարձրացնում։ Сука, блядь, չէ։ Իստես։ Ինչ չէ։ Չեմ ուզում մակակայի հետ անգամ մերձ։ Դե ուրեմն քո ստենդափներ։ Okay, блядь, որի էլի։ Դե ինչ ասեմ։ Հիմա մտնում ես գարաժ, երկու հատ ալկաշ իրար հետ խոսում ես, ստացվում է, որ երկու հատ ալկաշ ստենդափ են անում, ապա չգիտեմ խոս։ Ստենդափի դարը էլի լր։ Մտնում ես ավտոբուս, խոսք ինչ որ մտնում ես ավտոբուս, ինչ որ տատի սկսում է գոռալ ավտոբուսի շոֆերը վրա, տատի ստենդափն է վել այս նստին է խոսքը խույ։ Դե իրականում տատիներն էլ կարան իրենց թվերի հումորներն անեն, իչը։ Ապա լուրջ եմ քեզ ասում, ինձ ավելի հետաքրքիր է ես ելնեմ փողոց նայեմ երկու հատ բոմժ ոնց են իրար հետ կռվում ու իրար քֆրտում, կաց նստեմ խոսք ինչ որ ուեբանսկի ստենդափ են անում։ Դրա համար պետք է տեղափոխվես Ամերիկա։ Չէ, բա հավատամ Երևանում էլ են բոմժերը հաճախ իրար հետ կռվում, ուղղակի պետք է իմանալ ուր գնաս որ տենաս էլ այդ ամեջը հատուկ տեղեր կան, ապա որ բոմժերը իրար հետ շատ ակտիվ կռվում են, ապա խոսքի ինչ որ բուտկե արաղի բուտկեքի դեմ են։ Աշկիս դու ֆիքսել ես այդ պահը։ Բա իհարկե, ապա ես սաղ տեղերը իմ մոտ գեոլոկացիայով նշած աճակում ես պարապեմ մնում գնում եմ այդ բուտկեքի դեմ նստում սեմուշկա վեկալով սպասում եւ բոմժերը գալու իրար հակնեն։ Okay. Դե մեր լուրջ թեմաները մենք շարունակենք մի ուրիշ անգամ։ Всё, ապրծանք։ Ձեր հետ էլ մոծակը։ Okay, բզեզ, давай, նաբրիշատ։ Մերսի։ Հետաքրքիր իրականում ու խնդալու երևի։ Չնայած ափսոսվեց։ Հա? Դու ունդը բահագին շատ պրիկոլներ եղել, ես պրոստը յանիմ տխեցի, որ կարողանամ հումորներ անեմ, պրոստը բերեբոր արեցի, որ անջատել լավ, հասկացել, լավ, okay, մերսի շատ նայլու համար, հաջողություն, մյուսը կլնի, մյուս տարի։ Մյուս անգամից։ Որ ես չէի ուզում այդ որ ընդհանրապես կխել, եթե խոսքը քո այդ բան չանի հելնել էի տուն քնեի պրոստը։ Okay, ապա լավ քելես վիդեոին մոտ ռազումնի վերջաբան տանք ու վերջը։ Դե, տվեցի, ես դրա համար տես խոսացի։ Այսօր ես կնեմ հաջող ապրեսորը կար տզեց։ Давайте.